եւ հարազատ։ Բարև հարգելի ունգընտիրները վագընտիրներ, վանացայինի եթերով վեպտիմադեդերի էջով ցեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ազգային ժողովի մեջ լրագրողներու հետ հարցազրույցի ընթացքին հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Արմեն Ռուստամյան երեկ հայտնեց, որ այս իշխանությունը անգամ եւս կփորձե իր աթոռը բահելու համար խուսանավել, երբ պետք է արևմտամետ գտարնա, իսկ երբ պետք է չափազանց ռուսամետ։ Ռուստամյանի համաձայն իշխող ուժի նպատակն է ցույց տալ, թե ընդունելի է բոլորին համար։ Բայց անցած ջամփագա գադարված գործողություններ, քայլեր, որոնք ցույց կտան, որ իրենց հայտարարությունները անհամատեղելի են իրենց գործերուն հետ։ Իրենք այնքան հերացուցած են հարաբերություններու սլակները Ռուսիայեն դեպի արևմուտք, որ դժվար թե երկու կողմի համար գրնան լալ նախասիրված։ Ռուստամյան գոչ ուղեց վարելու Ռուսիոյ եւ արևմուտքի հետ հարաբերությունները համատեղելու քաղաքականություն եւ ոչ թե հետևելու գամ սկզբունքին։ Զոր ներգայիս կգիրարգեն իշխանությունները։ Եթե Ռուսիոյ հետ հարաբերությունները չեն վատ տարածած, ապա ինչու Ռուսիո նախագահը դեսախցիկին արչեւ հայտարարեց Ռուսիո հետ հարաբերություններով վատ տարածման Հայաստանին սպասող հետևանքներուն մասին։ Իշխանությունները բոլոր հարթակներու վրա գխոսին ինտիմության մասին, իբրև գործակալներ այդ պատճառով եվրոպական գարույցները աչք կփակեն մարդու իրավունքներու խախտումներուն վրա։ Նույնը տեղի ունեցավ նաև եկեղեցու բարակային Ռուստամյան։ Հարաճիգա խորհրդարանական ընտրություններուն անդրադառնալով Ռուստամյանը ասավ, որ եթե այս իշխանությունները հարաճիգա ընտրություններուն հաջողին, ուրեմն գունենանք ոչ թե խորհրդարանական ընտրություններու մեջ ձևավորված ազգային ժողով, այլ Milli Meclis, այսինքն Թուրքիո խորհրդարան։ Ինտիմության գադարելիքներուն մասին խոսելով անհայտնեց. Ինտիմությունը անգախ ամեն ինչ է, պետք է ընդունի բարձ դրամապանությունը, որ այսօր ոչ ոք կրնա առանցին հաջողիլ այս ընտրություններուն։ 50%-ն ավելի մեկը չունի, բայց միասնական ինտիմությունը կրնա ավելին ունենալ, քան այսօրվան գործող իշխանությունը։ Եվ այս կնշանակե, որ պետք է նախ հասնել մասնակցության համեմատության բարձր մակարդակի։ Դեսեք ուր որ իշխանությունը գբարդվի, երբ որ մեծամասնությունը մասնակցությունը բարձր դոգոս արձանագրած է։ Եթե 60% մասնակցություն ունենա, այս իշխանությունները վերընտրվելու դարբերակ չունին։ Բացառված է։ Խոսքը ինտիմության մեծ արիթ ունենալու մասին է։ Ինտիմությունը պետք է աշխատի ընդհանուր ինտիմության ցայները մեծցնելու։ Իսկ այդտեղ ով ինչ դոգոս կունենա, ինձ այդքան հետաքրքրական չէ։ Կարևոր է, որ բոլորը միասին ավելի շատ լիազորություն ունենան, քան այսօրվան գործող իշխանությունը։ Այդ կարելի է կատարել չանկերը համատրելով։ Այսօր ընտրական գործընթացը ամբողջությամբ վերահսկելու հարց գոյություն ունի։ 2000-ն ավելի դեղամաս կա եւ այդ դեղամասերուն մեջ պետք է ամբողջական վերահսկողություն կատարել։ Ոչ մեկ քաղաքական ուժ այդ բոլորը ծածկելու կարելիություն ունի։ Իսկ վերահսկել անհրաժեշտ է, որովհետև այս իշխանությունները իրենք բահելու համար պիտի թիմեն ամեն միջոցի գեղձիկներ ալ պիտի ընեն։ Ամեն ինչ ալ պիտի ընեն։ Ես չեմ կասկածիր, որովհետև իրենց համար գենաց մահու հարց է։ Այսօր ծրարներով գործեր կսպասեն այս իշխանություններուն, դատարաններուն մեջ այս հարցերը հետապնդելու համար։ Իրենք շատ լավ գիտեն անոր մասին, եզրափակեց հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան։ Երեկ Հայաստանի ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցումով ընդունեց օրենսդրական այն փոփոխությունները, որոնց համաձայն կնախադեсվի արգելել բادرազմի քարոզչությունը պատկերասպյուրեն եւ ցայնասպյուրեն։ Ավելի կանող Հայաստանի ղարաբարությունը համացանություն տված էր
դեսալեսողականի մասին օրենքին մեջ առաջարկված փոփոխություններուն եւ լրացումներուն, որոնց համաձայն օդար երկիրներու պատկերասպյուրի եւ ցայնասպյուրի հաղորդումներուն մեջ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը գարկիլվի օրենքով։ Օրենսդրական փոփոխություններով ճշտված է նաեւ արգելք սահմանադրական գարկը բռնի դաբալելու, բادرազմ քարոզելու, ինչպես նաեւ բռնություն եւ դաժանություն տարածելու նպատակ ունեցող բովանդակության մասին։ Միաժամանակ նախադեсված է, որ օդար լրատվամիջոցներուն կողմէ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը եւս պիտի արգելվի օրենքով։ 14 ապրիլին Բրյուսելի մեջ Եվրոպայի հայտարարի գրասենյակին նախաձեռնությամբ գազմագերբվեցան տեսակցություններ Արցախի պատվիրակության եւ Եվրոպական խորհրդարանի անդամներուն միջև։ Քննարկումներ տեղի ունեցան Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի եւ Յանիս Մանիդիսի հետ։ Զրույցներու ընթացքին շեշտվեցան Արցախի ժողովրդին դիմակրաված մարդասիրական եւ քաղաքական հրադապ մարտահրավերները, ինչպես նաեւ միջազգային մագարտակի վրա ավելի հետեւողական ներգրավվածության անհրաժեշտությունը։ Արցախի պատվիրակությունը գլխավորեց ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյան եւ ընդգրկեց մարդու իրավունքներու պաշտպան Գեգամ Ստեփանյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Բուլուզյան եւ Արցախի թեմական խորհրդի անդամապետ Լեռնիկ Հովանեսյան։ Պատվիրակությունը վերահաստատեց Արցախի ցայնը միջազգային հարթակներու վրա լսելի դարձնելու անհրաժեշտությունը։ Պատվիրակության ընկերակցեցավ Հայ Թադի գրասենյակի պատասխանատու Կասպար Գարաբեդյան։ Նույն օրը Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյան եւ անոր ուղեկցող պատվիրակության անդամները աշխատանքային այցելություն ընթացքին դեսակցեցան Ֆրանսա-Արցախ բարեկամության շրջանագի նախագահ, ազգային ժողովի պատգամավոր եւ Ֆրանսա-Հայաստան բարեկամության խումբի փոխնախագահ Էմանուել Մանտոնի եւ Ֆրանսիայի սենատին մեջ Ֆրանսա-Հայաստան բարեկամության խումբի նախագահ եւ Լեռնային Ղարաբաղի միջազգային դեղեկատվական խումբի փոխնախագահ Ժիլբեր Լուկ Դվինազի հետ։ Արցախի ազգային ժողովի նախագահը իր զրուցակիցներուն խնդրանքով ներկայացուց բռնի տեղահանված Արցախի հայերուն Հայաստանի մեջ ընկերային եւ մարդասիրական վիճակը, ինչպես նաեւ անոնց քաղաքացիական կարգավիճակին մասին հարցերը։ Անդրադարձ կատարվեցան նաեւ տարածաշրջանային աշխարհակաղակական իրավիճակին եւ Հայաստանի մեջ ընթացող զարգացումներուն, նկատի ունենալով ներկա անորոշություններուն։ Մասնագետները ընդգծեցին հարցերու մասին քաղաքական շարունակական ուշադրության եւ անոնց մշտադիտարկումի կարեւորությունը։ Նույն օրը եզրափակվեցավ Դեղնույն հայ համայնքին հետ կազմակերպված ջերմ ընդունելությամբ։ Մարդու իրավունքներու Եվրոպական դատարանը Ադրբեջանին բարդավորեցուց մինչև 31 օգոստոս դրամատրել Բաքուի մեջ բանդարգված քերիներուն դատավճիռները։ Ադրբեջան շարունակ դիմում կներկայացնե մարդու իրավունքներու Եվրոպական դատարան, խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որմով Ադրբեջան կբարդավորվի բարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանի մեջ բանդարգված հայ քերիներու իրավիճակին մասին։ Ադրբեջան կհավաստիացնե, որ բոլոր գործընթացները կընթանան թափանցիկ եւ հրաբարակային ձևով։ Հայտնենք, որ մարդու իրավունքներու Եվրոպական դատարանը 9 ապրիլ 2026-ին մերժած էր Ադրբեջանի հերթական թիմումը Ադրբեջանի կառավարության գրգին բարդավորեցնելով շարունակել դրամատրել դեղեցություններ գալանավորվածներու պայմաններուն, ինչպես նաև անոնց բժշկական վերջին գացության եւ բուժումի փաստաթուղթերուն մասին։ Մարդու իրավունքներու Եվրոպական դատարանը բարդավորեցուցած է նաև ներկայացնել հայ քերիներու դեմ հարուցված քրեական կորձի ծիրեն ներս դեղի ունեցած դատավճիռներուն բաժները կամ այդ դատավճիռներուն ամփոփակիրները, որոնք պետք է ընդգրկեն դատավճիռ տված դատավորներուն հիմնավորումները կորձին մեջ արգա ապացույցներուն հիմամբ։ Զեկույցի ներկայացումի հաջորդ պայմանաժամը 31 օգոստոս 2026-ին է, նշված է հաղորդակցության մեջ։ Հայրենի մամլո աղբյուրներ կնշեն, որ վերջին 30 տարվան ընթացքին առաջին անգամ լալով Հայաստանեն Ադրբեջան արդարության ներածումի լուրը հրաբարակել է ետք, Բաքու բացահայտած է, թե ինչ դեղափոխված է իր մոտ։
Հագարականոր, որ Հայաստանի Պետական Եկամուտներու Կոմիտեն հայտարարած էր, որ Հայաստանեն ոչինչ արդածված է Ադրբեջան, բայց եւ այնպես ադրբեջանական լրատվամիջոցները իրենց Պետական Եկամուտներու Կոմիտեին հղում կատարելով գրած են, թե Հայաստանեն Ադրբեջան արդածված են հոլանդական վարտեր։ Հայաստանի Պետական Եկամուտներու Կոմիտեն հայտարարությամբ նշեց. Մամլո մեջ դարածված դեղեկատվության արձագանքելով կհայտնենք, որ Հայաստանի Պետական Եկամուտներու Կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալներուն համաձայն Հայաստանեն Ադրբեջան արդահանումի որևէ դեպք մաքսային մարմինին կողմէ չի արձանագրված։ Ավելի ուշ Ադրբեջանի Պետական Եկամուտներու Կոմիտեն հստակացուց, որ $960 արժողությամբ վարտերը փաստորեն ներածած են հոլանդայեն։ Ներածումի ժամանակ կորձընկեր կնկատվի արտարադատության ցակումի երգիրը, իսկ այդ պատճառով վարտերը վիճակագրության մեջ կներկայացվին իբրև Հայաստանեն ներածված։ Պաշտոնական աղբյուրի համաձայն այս տարվան առաջին երամսյակին Հայաստան-Ադրբեջանեն շուրջ $5.8 միլիոն արդարություն ներածած է։ Ներկա դրությամբ Ադրբեջանի Պետական Եկամուտներու Կոմիտեին տվյալներով Հայաստանի եւ Ադրբեջանի արևդրական հաշիվը գրեթե 100% Ադրբեջանի օգտին է։ Հայկական կողմը առայժմ այս մասին ամսական պաշտոնական վիճակագրություն չի ներկայացնել։ Հրաբարակված տվյալներով համաձայն Հայաստան արդածված $5.8 միլիոն արդարությունը Ադրբեջանի արդածումներու ընդհանուր ծավալին 0.11%-ն է։ Ադրբեջանական կողմին համաձայն $960 արդարությունը Հայաստանեն քնած են անցյալ ամիս։ Նոյեմբեր 2025-ին առաջին անգամ լալով ռուսական ծորենով պերծված քնածք հասավ Հայաստան, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներն անցնելով։ Իսկ վարելանյութի առաջին խմբականակը Ադրբեջանեն ներազվեցավ դեկտեմբերին։ Քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը փետրվարին հայտնեց, որ Հայաստան 1-2 ամիսեն գրնա արդարություններ արդածել Ադրբեջան։ Ամիսներ յետ փոխադարձ արևդուրի ցուցանիշը գրեթե ամբողջությամբ Ադրբեջանի օգտին է։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ վանացանի եթերով և թիմադադրի էջով CZD ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդաբար Անտոնին և Ներսեսը։ Մնացեք միշտ վանացանի ունգընթիր։